Սիրելի ֆուտբոլասերներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ հիմա արդեն խաղային շաբաթվա վերջին հանդիպումն ենք միասին դիտելու, որտեղ Չեմպիոնների լիգայի շրջանակներում միմյանց դեմ կմրցեն դիմակայության պատասխան խաղում Բորուսիա Մյունխեն-Գլադբախը եւ Սելտան։ Ամեն ինչ պատրաստ է արդեն հանդիպման մեկնարկի համար, ես արագորեն ծանոթացնեմ մրցող թիմերի մեկնարկային կազմերը, սկսենք Սելտայից ում դարպասը պաշտպանում է Տիգրան Այդինյանը համար 1, Դավիթ Հարությունյան համար 7, Գարիկ Սենեկ Քերիմյան համար 11, նա նաեւ թիմի ավագն է, Կանեն Ենգիբարյան համար 12, Արամ Ենգիբարյան համար 17, Դավիթ Հարությունյան համար 30, Ավետիս Դուրգենյան համար 4, Սուրեն Ղուկասյան համար 23 եւ Հարություն Բոքսյան համար 77։ Գլադբախի դարպասը պաշտպանում է Սերգեյ Խաչիկյանը համար 1, Հարություն Թորոսյան համար 2, Կամարցավարի Սուլուչև մեկնարկած է հանդիպումը։ Արման Մարտիրոսյան համար 3, Կարոս Էմիզյան համար 4, Դավիթ Մարգարյան համար 6, Ալեն Սարգսյան համար 7, Արմեն Խաչատյան համար 10-ով թիմի ավագն է, Արտյոմ Խան Սանամյան համար 49 եւ Սևակ Մանուչարյան համար 97։ Գրում է Սելտան Սենեկ Քերիմյան թողեց գնդակը այստեղ խաղընկերոջը, բայց Հարությունյանի հարվածի ճանապարհը փակվեց։ Հիմա էլ անկյունային հարված կիրասնի արդեն։ Սելտան իսկապես դիտարժան հանդիպում է մեզ սպասում, քանի որ երկու գնդակ է պետք նախ Սելտային հավասարեցնել դիմակայությունը, թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով օգուտ Մյունխեն-Գլադբախի ֆուտբոլիստերի ու հիմա արդեն տեսնենք առաջին հերթին ունի լուծելու խնդիր այս խաղում Սելտան, ով պետք է փորձի առաջինը հավասարեցնել դիմակայությունը։ Այդինյան ուղարկում է գնդակը Դուրգանյանին, բայց Դուրգանյանի կատարած փոխանցումը մի փոքր շեղությամբ ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, այո, թիմերի միջև առաջին հանդիպումը շատ հետաքրքիր ստացվեց, իսկապես այնպիսի հանդիպում էր ընդհանուր խաղադաշտում, որ երկու թիմերն էլ կարող էին վերջնամասում Գլադբախը կարող էր ավելի խոշոր դարձնել իր առավելությունը, Սելտան կարող էր փրկել հանդիպումը, այդպիսի գոլ առատ պայեր ունեին թիմերը, բայց ի վերջո գրանցվեց թիմերի միջև 4-2 հաշիվը ու դա իհարկե ավելի հետաքրքրացնում դիմակայության պատասխան հանդիպումը։ Կա փոխանցում, հիմա հեռացված է գնդակը Մարտիրոսյանի կողմից, ես իսկ նետի Ենգիբարյանը, Ղուկասյան փորձեց այստեղ կրունկով ավելացնել, բայց չկար ոչ ոք Սելտայի ֆուտբոլիստներից ու հիմա Մյունխեն-Գլադբախը արդեն սկսում է խորքիցի հերթական գրոհ, Թորոսյան ուղարկեց գնդակը դեպի ձախ, որտեղ Արման Մարտիրոսյանն է, վերջինս Մանուչարյանի հետ է խաղարկում գնդակը Մարգարյան, Սարգսյան Թորոսյանին ուղարկեց, վերջինս նորից դեպի ձախ Մարտիրոսյանին ու գրոհի տեղափոխություն դեպի Սեմիզյանը, Թորոսյան լավ էր նկատել, բայց սխալվեց Ղուկասյան, շտապեց այստեղ Ղուկասյանը, լավ հնարավորություն ուներ հիմա Սելտան մեկ գնդակ ետ բերելու, բայց Ղուկասյանի կատարած հարվածը թույլ ստացվեց։ Ու սկսում է Գլադբախը իր գրոհը արդեն ձախ եզրով չստացվեց այստեղ Մանուչարյանի անցումը։ Այո, շատ հետաքրքիր պատկեր է ձևավորվելու այս զույգի հաղթողի հետ կապված, իհարկե ես հիշեցնեմ, որ Չեմպիոնների լիգայում արդեն կա կիսա եզրափակիչի մեկ զույգ ձևավորված, դա Ատլետիկո Երևանն ընդդեմ Լիվերպուլի մրցավեճն է լինելու եւ ցանցի մյուս հատվածում արդեն կմրցեն միմյանց դեմ կիսա եզրափակիչում Բորուսիա Մյունխեն-Գլադբախն ընդդեմ Սելտա դիմակայության հաղթողը
Newcastle United Manchester City հաղթողի հետ, այնտեղ առաջի խաղում հիշեցնեմ, որ հաղթել են Newcastle United-ի 5-4 հաշվով, բայց դեռ պատասխան հանդիպման ավարտից հետո նոր պարզ կլինի ինչպիսի պատկեր կստացվի կիսա եզրափակիչում այս թիմերի միջև։ Գրում են Celta-ի ֆուտբոլիստները Ղուկասյան հեռու թողեց մի փոքր գնդակը ու խլեցին նրանից գնդակի հիմա Գլադբախի ֆուտբոլիստները Սենեկ Քերիմյան այստեղ ստացվեց հարված կատարել եւ անկյունային հարված է այստեղ վաստակում Ղուկասյանը, այո Celta-ի համար հենց ինքն էլ կիրասնի անկյունայինը կա փոխանցումը բարձից, վտանգավոր է, բայց Թորոսյանը կարողանում է առաջինը արձագանքել գնդակին ու այն ուղարկեց Մանուչարյանի ուղղությամբ, Մանուչարյան չստացվեց փոխանցում կատարել, բայց փոխարենը եզրային նետում է իրացնում հիմա Գլադբախը Խաչատրյանն է գնդակով, լավ նկատեց Մարկարյանի առաջ խաղացումը, բայց մի փոքր ուժ ստացվեց փոխանցում ու առանց որևէ խնդիրների վերցեց գնդակը Այդինյանը Ուրգանյան լավ նկատեց Ենգիբարյանին, բայց Ենգիբարյանի առաջ խաղացումը չստացվեց Մանուչարյան կա կենտրոնում Մարկարյանի տարբերակը նկատեց նրան Մարկարյան հեռվից հարված Խաչատրյանն էլ փորձեց շեղել գնդակի ճանապարհը, բայց դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Ուրկանյան բարձից փոխանցում դեպի առաջ Թորոսյան այստեղ գեղեցիկ պաշտպանվեց Սենեկ Քերիմյան պահում է գնդակի մոտ շարժվում է առաջ վտանգավոր է բայց այստեղ էլ Սարգսյանը կարողացավ վերջին պահին հեռացնել գնդակը Սենեկ Քերիմյանի ոտքերի առջևից ու հիմա անկյունային կիրասնի Celta-ն ակտիվ է մեկնարկել Celta-ն հանդիպումը տեսնենք Ղուկասյանն է գնդակով, բարձից փոխանցում ու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, հարված կլինի Գլադբախի դարպասից Թորոսյան առաջ փոխանցում, բայց հրեցի Celta-ի ֆուտբոլիստները գնդակ ու սկսում են հերթական գրո դեպի աջ փոխանցում ենք տեսնում Ղուկասյանի կատարմամբ, հիմա Հարությունյանն է աչեսում, բարձից փոխանցում Ղուկասյան փորձեց կրունկով հարված կատարել, բայց չստացվեց Թորոսյան դեպի առաջ փոխանցում եզրային նետում կիրասնի Գլադբախը, Ղուկասյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Եզրային նետումը պետք է արդեն իրացնի այն Celta-ն Իրան նայում ես կա ուշադի Եկավ մեջտեղը Սարգսյան կարողացավ գնդակը հասնել հարցակման գծում գտնվող թիմի ավակ Խաչատրյանին վերջինս փոխանցումն էլ փակեց Ենգիբարյանը Հարությունյանն է հիմա գնդակով կա Դուրգանյանի տարբերակը, բայց շրջվեց ու հիմա կա Ենգիբարյանը աչեսում նկատեց նրան վտանգավոր է Ենգիբարյան լավ էր մտածել, բայց չհասավ գնդակը Սենեկ Քերիմյանին Մանուչարյան հեռվից հարված բարձր է ստացվում Մանուչարյանի կատարած հարվածն էլ ու հարված կլինի արդեն Այդինյանի դարպասից Այդինյան ուժեղ հարված առաջ Սարգսյանն է այստեղ երկրորդ հարգում լավ գործում ուղարկելով գնդակը Մարտիրոսյանին, բայց նրա կատարած փոխանցումը փակվեց
Հարությունյան վտանգավոր է, Հարությունյան պտտեցեց գնդակը, բայց շեղությամբ ստացվեց հարվածը։ Այո, փորձում է Սելտան իսկապես փորձում է ամեն կերպ մեկ գնդակ արագ ետ բերել, բայց առայժմ թիմի մոտ չի ստացվում իհարկե։ Դեռ նոր է մեկնարկել է հանդիպումը, կարծում եմ կունենան իրենց շանսերը երկու թիմերն են այս խաղում։ Սեմիզյան ուղարկեց կենտրոնում գտնվող Մարգարյանին, բայց նրա կատարած փոխանցումը ուժեղ ստացվեց։ Ենգիբարյան կա փոխանցումը առաջ, հիմա գրում են Սելտայի ֆուտբոլիստները։ Այդ փոխանցում են տեսնում դեպի Դուրգանյանը։ Լավ էր մտածել Դուրգանյանը, բայց այստեղ Մարտիրոսյանը առաջին արձագանքեց, Խաչատրյան կարող է արագ իրացնել Գլադբախը, տեսնենք։ Փոխանցում դեպի ձախ, որտեղ հիմա Մարտիրոսյանն է հայտնվել։ Մանուչարյանին ուղարկեց գնդակը, վերջինս էլ թողնում է այն Սեմիզյանին։ Բայց ստացվեց Գլադբախի գրող, ընկավ գրոյի տեմպը, վերադասավորվեցին Սելտայի ֆուտբոլիստները։ Հիմա վտանգավորը Մարգարյան հարված ու շեղությամբ է ստացվում Մարգարյանի կատարած հարվածը։ Հարությունյանն է գնդակով։ Շատ լավ գրոյի տեղափոխություն ստացվեց դեպի Դավիթ Հարությունյանը, Ենգիբարյան կա Ղուկասյանի տարբերակը ցածից որոշեց ուղարկել գնդակը Ղուկասյանին ու այն չանցավ։ Մանուչարյան հարված ու անկասելի հարված է կատարում Մանուչարյանը 1-0 Գլադբախը բացում է այս հանդիպան հաշիվը։ Սևակ Մանուչարյան 1-0 այս խաղում 5-2 ընդհանուր դիմակայությունում առջևում է Գլադբախը, տեսնենք արդեն էլ ավելի բարձրացավ Սելտայի խնդիրը բաց թողած գնդակից հետո։ Ղուկասյան դեպի կենտրոն է ուղարկում գնդակը, Հարությունյանն է շարժվում առաջ գնդակով, գուցե հեռվից է պետք փորձել, Հարությունյան փոխանցում ու դարպասապա այստեղ վերցրեց գնդակը։ Գլորում է գնդակը Թորոսյանին, կա փոխանցում դեպի Սեմիզյանը, շատ լավ նկատեց Սեմիզյանը Մանուչարյանին, տեսնենք։ Մանուչարյանն իքտելի երթին լավ էր նկատել Խաչատրյանին, բայց վերջին պահին կարողացավ Հարությունյանը հեռացնել գնդակը ու անկյունային հարվածք իրացնի Գլադբախը։ Խաչատրյան բարձից փոխանցում, Մարտիրոսյան այստեղ հարված կատարեց ու բարձր ստացվեց Մարտիրոսյանի կատարած հարվածը։ Սենեկ Կերիմյան չստացվեց այստեղ հաջող փոխանցում կատարել դեպի Ենգիբարյանը։ Ու գնդակը Գլադբախի մոտ է, Սևակ Մանուչարյան գտավ Սարգսյանին, վերջինիս փոխանցումը ուժեղ ստացվեց, լավ էր նկատել Ալեն Սարգսյանը հարձակման լեցում գտնվող Խաչատրյանին, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց։ Հիմա լավ փոխանցում են տեսնում առաջ, բայց հաջող առաջին հերթին չկարողացավ կասեցնել գնդակը Կարեն Ենգիբարյանը, հետո էլ կլեցին գնդակը Գլադբախի պաշտպանները։ Ենգիբարյան շատ լավ նկատեց Դուրգանյանին,
Ղուկասյան շարժվում է առաջ Սուրեն Ղուկասյանը հերվից արված ու այստեղ դարպասապայի հետ բղես չի հավատվել Սելտայի գրո Ենգիբարյան եւս մեկ հարված նորից տեղում է դարպասապը բայց Սեդե Կերիմյանի հարվածից հետո գնդակը հայտում է ցանցում ինչ է կատարվում հիմա կարծես արձանագրված չէ գոլը Այո, հաշիվը մնում է անփոփոխ դիպել էր գնդակը Սելտայի ֆուտբոլիստի ձեռքին հարձակման ժամանակ ու հիմա հանդիպան հաշիվը նույնն է Ղուկասյան հարված ու նորից այստեղ փայլում է Սերգեյ Խաչիկյանը հեռացնելով գնդակը իսկապես 2-3 դրվագում այս խաղում արդեն կարողացել է Խաչիկյանը շատ հաջող գործել ու փրկել իր թիմին Ղուկասյան գտավ կենտրոնում Հարությունյանին լավ փոխանցում էր Ենգիբարյան ինչ է կատարվում Նորից խանգարեց Խաչիկյանը հարված կատարել Սեդե Կերիմյան թողնում է գնդակը Ենգիբարյանին եւս մեկ հարված ու հիմա Թորոսյանն է փակում գնդակի ճանապարհը իսկապես Սելտան բաց թողած գնդակից հետո էլ ավելի ակտիվացավ բայց առայժմ հաշիվը անփոփոխ է Եսից կնետեն Գլադբախի ֆուտբոլիստները Սեմիսյան ու հարված կլինի Գլադբախի դարպասից, այո Մարկարյանն է ստանում գնդակը թողեց այս Սարգսյանին Եվ առաջ փոխանցում դարպասապա Խաչիկյանից Սեմիզյանը պայեց գնդակը դաշտի սահմաններում, բայց Խաչատրյանին կատարած փոխանցումից հետո Խաչատրյանի փոխանցումը չստացվեց Կար, այո, կար խաղի կանոնների խախտում Ղուկասյանի դեմ պայքարում Արագ հաղարկեց գնդակը Ղուկասյան ու կորցրեցին այն Տուրգանյան Թողնում է գնդակը Ենգիբարյանին Դավիթ Հարությունյան Նորից Ղուկասյանն է գնդակով շարժվում առաջ վտանգավոր է գուցե հիմա ստացվի Սելտայի մոտ Կա հարված ու նորից Խաչիկյանն է փրկում Գլադբախին ինչ է կատարվում առայժմ Սելտայի հարվածները ընթանում են դարպասի ուղղությամբ բայց դարպասի գրավում չկա Ենգիբարյան, այո պետք է ակտիվանա Սելտան էլ ավելի, պետք է փորձի արագ հավասարեցնել այս հանդիպման հաշիվը ու հետո մտածել հետագայի մասին Ղուկասյանն է գնդակով փոխանցում առաջ, բայց Մարտիրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին, Սեմիզյան առաջ փոխանցում հիմա էլ Հարությունյանն է փակում փոխանցման ճանապարհը Սուրեն Ղուկասյան ձախից կա Դուրգանյանի տարբերակը նկատեց նրան Դուրգանյան, բայց բարձր է ստացում Դուրգանյանի կատարած փոխանցումը Հարությունյան շարժվում է առաջ Հարությունյանը կատարեց փոխանցում, բայց չարձագանքեցին խաղանկերները այս փոխանցման ու Խաչիկյանը գնդակը մտցնում է խաղի մեջ Մանուչարյան փորձ է ցանցում կատարել ու վաստակեց այստեղ եզրային ներկան հնարավորություն
Մանուչարյան հաստրեց եւս մեկ փոխանցում կատարելու հիմա էլ Ենգիբարյանն է հեռացնում գնդակը Սարգսյան Գտավ կենտրոնում Մարկարյանին վերջինս էլ հետ ուղարկեց գնդակը ու հիմա Ղուկասյանն է խլում գնդակը պետք է հավասարեցնել այս հանդիպան հաշիվը Ղուկասյան հարված ու ինչ է անում այսօր Խաչիկյանը Առնվազն 4 իրական գոլից փրկեց Գլադբախին այս խաղում Սարգսյան ուղարկում է դեպի աջ գնդակը Սեմիզյանն է հիմա էլ գնդակով աջ եզրում Սեմիզյան գտավ կենտրոնում Խաչատրյանին վտանգավոր է բայց չի ստացվում վերջնական արվածը Դուրգանյանը հեռացեց հիմա էլ Սենեկ Քերիմյանն է գնդակը պահում իր մոտ ու շարժվում առաջ 3-3-ի դիմաց տեսնենք Սենեկ Քերիմյան Սենեկ Քերիմյան հասցրին վերադասավորվել հիմա Գլադբախի ֆուտբոլիստերը բայց հարված կատարեց այնուամենայնիվ Սենեկ Քերիմյանն ու Խաչիկյանը այս դրվագում նույնպես կարողացավ հեռացնել գնդակը Կա փոխանցումը, բայց կարողացան դուրս գալ պաշտպանությունից Գլադբախի ֆուտբոլիստները Խաչատրյան, թողեց գնդակը Մանուչարյանին Մանուչարյան կատարեց փոխանցում, բայց այս փոխանցումը արդեն Մարկարյանի կատարած ստացվեց հաջող Սեմիզյան շարժվում է առաջ Սեմիզյանը 2-4 համարների այքարի հիմա կտեսնենք Դուրգանյանն է դիմավորել նրան Սեմիզյան կա փոխանցումը Ենգիբարյանն է կարողանում այստեղ հեռացնել գնդակը Կարեն Ենգիբարյանն է հիմա էլ հաջող պայքարում ու վաստակեց ստանդարտի հնարավորություն Տեղին քարտով է այստեղ պատժվում Մարտիրոսյանը խաղի կանոնները խախտելու համար Ղուկասյան հարված հիմա էլ Փակվեց Ղուկասյանի հարվածի ճանապարհը Մարկարյանն է շարժվում առաջ Այս ընկավ գրոյի տեմպ ու հիմա արդեն խորքից են սկսում Գլադբախի ֆուտբոլիստները Մարկարյան Թողեց գնդակը Մարտիրոսյանին առաջ փոխանցում, բայց անհաջող ստացվեց այս փոխանցումը Դուրգանյան սկսում է Սելտանի հերթական գրոհը Սուրեն Ղուկասյան Թողեց Դուրգանյանին հարված ու նորից Խաչիկյանը տեղում էր Սենեկ Քերիմյանի հարվածն էլ շեղությամբ ընթացավ Մարկարյան հաջող գործեց այստեղ պայելով գնդակի իր մոտ թողեց այն Սարգսյանին Սեմիզյանն է աչեզրում Մանուչարյան հաջող փոխանցում էր Խաչատրյան լավ էր մտածել այստեղ Խաչատրյանը բայց չանցավ գնդակը այլապես եթե հասներ գնդակը Մանուչարյանին շատ վտանգավոր Դիտքում արվածային հնարավորություն կստանան Մանուչարյանը անկյունային հիմա էլ կիրաստի Գլադբախը Խաչատրյան բարձից փոխանցում Ենգիբարյանն է կարողանում հեռացնել դեպի Կարեն Ենգիբարյանը հիմա վտանգավոր է նետվում է առաջել տան Ղուկասյան շատ հեռու թողեց Ղուկասյանը գնդակ ու ինչ է անում այստեղ Մարկարյանը ինչ հաջող սահանքում էր ու լավ կարողացավ պաշտպանվել Խաչատրյան գրում է Գլադբախը վտանգավոր է Սեմիզյան ու այստեղ
Անկյունային արված է վաստակում Սեմիզյան իր թիմի համար։ Այո, առաջի խաղակեսը մոտենում է ավարտին ու միմիայն այս հաշիվը ձեռնտու է Գլադբախի ֆուտբոլիստներին։ Խաչատրյան ևս մեկ փոխանցում նորից կարողացան ներառնել գնդակը Ղուկասյան։ Չստացվեց Ղուկասյանի փոխանցումը, բայց խլեց գնդակը վտանգավոր է Կասենը Քերիմյանը։ Ղուկասյան թույլ ստացվեց փոխանցումը ու կարողացան փակել փոխանցման ճանապարհը։ Հարությունյան լավ փոխանցում ստացվեց Ղուկասյան վտանգավոր է, տեսնենք այս գրոյին չի կվերացի Սելտան։ Ենգի Բադյան ու հիմա էլ Մարտիրոսյանն է փակում գնդակի ճանապարհը։ Կարծես Ձգեց վկանը սահանքման ժամանակ, այո։ Կանգնեց, այնուամենայնիվ կանգնեց ոտքի Մարտիրոսյանը, այո, ու կկարողանա շարունակել այս կարևոր հանդիպումը։ Ծափարություն էր այստեղ երկու թիմերին էլ հարգանքի համար ու հիմա գնդակը Սելտայի մոտ է Դուրգանյան, թողնում է գնդակը Ղուկասյանին, կա փոխանցում առաջ, արձակագեցին Գլադբախի պաշտպանները, բայց այն նորից Ղուկասյանի մոտ է Կարեն Ենգիբարյան, ուղարկեց Դուրգանյանին, փոխանցում հիմա էլ անկյունային հարված է վաստակում Սելտան, կա փոխանցումը Ենգիբարյան հարված էլ կատարեց, բայց Խաչիկյանը վերցրեց գնդակը եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլասները վերադառնում ենք մենք միասին դիտելու Սելտան ընդդեմ Բորուսիա Մյունխեն-Գլադբախի դիմակայության երկրորդ հանդիպման երկրորդ խաղակեսը, որտեղ առաջին կեսից հետո հանդիպման հաշիվը նվազագույնն է 1-0 Մանուչարյանի խփած գնդակից հետո առայժմ գոլեր չկան այս խաղում ու տեսնենք երկրորդ խաղակեսում արդեն թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցան մեզ Մանուչարյանն է հիմա հենց գնդակով թողեց Սեմիզյանին գնդակը լավ անցում էր Սեմիզյան Խաչատրյանի հետ պատխաղարկում Սեմիզյան հարված է պետք Սեմիզյան կա հարվածը բայց բարձր է ստացվում Սեմիզյանի կատարած հարվածը Ղուկասյան շարժվում է առաջ լավ փոխանցում է Սենե Քերիմյան տեսնենք Ենգիբարյան պետք է հավասարեցնել հանդիպած հաշիվը 1-1 այս խաղում 5-3 ընդհանուր դիմակայությունում Սելտան 1 գնդակ կարողանում է ետ բերել Այո, շատ լավ արեցին ամենից Սելտայի ֆուտբոլիստները, իսկ Ղուկասյանի փոխանցումը պարզապես էլ ավելի գեղեցիկ ստացվեց դեպի Սենե Քերիմյանը։ Տեսնենք, Սելտան լավ մեկնարկեց երկրորդ խաղակեսը։ Խաչիկյան դեպի առաջ փոխանցում ենք տեսնում, Մարկարյանն է այստեղ
պայքարում Եկիբանի հետ ու խախտեց խաղի կանոնները Եկիբարյանը, այո։ Արագորեն խաղարկում է Գլադբախը գնդակը, Մարկարյան ուղարկեց Սարգսյանին։ Մարտիրոսյանն է հիմա էլ գնդակով։ Ու հետ փոխանցում Թորոսյանին։ Կա փոխանցում առաջ, բայց Հարությունյանն է արձագանքում, Մանուչարյան ուղարկեց գնդակը Խաչատրյանին, հետ փոխանցում Մարկարյանը դեպի ձախ Սարգսյան, Խաչատրյան նորից Սարգսյանին էր ուղղված գնդակը, բայց հասցրին հեռացնել այստեղ Սելտայի պաշտպանները։ Չի ավարտվել Գլադբախի գրոհը, հիմա արդեն երկրորդ տեմպով են նրանք անցել գրոհի, Թորոսյան։ Լավ էր մտածել Թորոսյանը, բայց Ղուկասյանը նորից կանգնում է գնդակի առջև ու շարժվում առաջ, վտանգավոր է Ղուկասյան, պետք է գրավել դարպասը Ղուկասյան, 2-1 Սելտան առաջ հասնում այս խաղի մեջ։ Երկու մեկ այս խաղում 5-4 ընդհանուր դիմակայությունում արջևում է այս պահին Գլադբախ, իհարկե ավելի լավ մեկնարկ Սելտայի ֆուտբոլիստները կարծում եմ չէին կարող պատկերացնել երկրորդ խաղակեսի մեկնարկից մի քանի րոպե անց կարողացան 2 գնդակ արագ հեղինակել, Մանուչարյանը արված ու այստեղ Այդինյանը փրկում է Սելտային։ Այո, հիմա արդեն 1 գնդակ է բաժանում Սելտային դիմակայությունում հավասարություն մտցնելու համար։ Տեսնենք այս անկյունային ինչպես կիրացնեն Գլադբախի ֆուտբոլիստները, Խաչատրյանն է գնդակի մոտ։ Բարձից փոխանցում ու Այդինյանը կարողանում է հեռացնել գնդակը, Կարեն Եկիբարյան թողեց Հարությունյանին գնդակը, Թորոսյանն է հիմա էլ պայքարում ու վաստակում եզրային նետման հնարավորություն, այո, գրագետ վարվեց այստեղ Թորոսյանը։ Սարգսյան ուղարկում է գնդակը Թորոսյանին, նորից նայ է գնդակով։ Կրկին Թորոսյանին էր ուղղված այս փոխանցում ու հասցրեց Թորոսյանը փոխանցում կատարել, այլապես կորցնելու դեպքում շատ վտանգավոր հակագրոհի կանցներ Սելտան։ Սեմիզյան առաջ փոխանցում ենք տեսնում, Խաչատրյանը այստեղ ավելացրեց, բայց չանցավ փոխանցում, հիմա Սելտան նորից նետվում է առաջ։ Սելիկ Քերիմյան հաջող անցում էր, Սելիկ Քերիմյան վտանգավոր է, սա 11 մետրանոց հարված է, այո։ Այո, 11 մետրանոց հարվածը նշանակված է և հիմա Սելտան սրանից էլ ավելի լավ հնարավորություն չի ունենա բնականաբար հավասարեցնելու դիմակայության հաշիվը, Սուրեն Ղուկասյանն է գնդակի մոտ, բայց ինչ արեց Սենեկ Քերիմյան, ինչպիսի արագություն զարգացեց ու վաստակեց այս 11 մետրանոց հարվածը, իհարկե ծափարություն էր նրան հիմա, բայց վաստակելը բավական չէ, այն պետք է դիպուկ իրացնել, Ղուկասյանը կարող է դուբլ գրանցել այս խաղում իր անվան դիմաց, կա մրցավարի սուլիչը Ղուկասյան ու դարպասաբա Խաչիկյանը փրկում է այստեղ Գլադբախին գրայեց անկյունը, այո ու ետ մղեց գնդակ, ինչ անում այսօր Խաչիկյանը։ Չօգտվեցին իրենց հնարավորությունից Սելտայի ֆուտբոլիստները, իսկապես ամեն ինչ արել էր այս հարվածի համար Սենեկ Քերիմյանը վաստակել էր 11 մետրանոց հարվածը, բայց դիպուկ չգտնվեց Ղուկասյանը։ Ղուկասյան հիմա նորից նայ է գնդակով։ Թողեց Սենեկ Քերիմյանին գնդակը, Եկիբարյան լավ գրոհի տեղափոխություն է դեպի ձախ, Դուրգանյանն է գնդակով։ Շատ լավ փոխանցում էր Հարությունյան, վտանգավոր է,
փոխանցում ու հեռացված է գնդակը հիմա էլ բարձր է ստացվում Հարությունյանի կատարած հարվածը։ Խաչատրյան լավ կասեցեց գնդակը ու ուղարկում է այն Սարգսյանին։ Մարգարյան մնաց գնդակով Մարգարյանը Մանուչարյանի հետ խաղարկեց, բայց խլեց Սենեկ Կերիմյանը մրցակցից գնդակը ու շարժվում է առաջ, աչից միացավ Գրոնի Ղուկասյանը, կա փոխանցումը ու քիչ էր մնում այստեղ սեփական դարպասը գրավել Թորոսյանը, իհարկե ամեն ինչ հաջող ավարտվեց, հիմա նորից գնդակով Սելտան է, Սենեկ Կերիմյան, Ենգիբարյան վտանգավորը պետք է հարվածել դարպասի, Ենգիբարյան հարվածը կա ու Թորոսյանը հասնում է այստեղ փակել գնդակի ճանապարհը, Հարությունյան հարված ու ինչ անում այսօր Խաչիկյանը։ Ենգիբարյան չի ավարտվել Սելտայի գրոհ, հիմա նորից 11 մետրանոց հարված, թե Տուգանային հրապարակից դուրս էր խախտումը, այո։ Շատ վտանգավոր դիրքում Սելտան վաստակում է Տուգանային հարվածի հնարավորություն, Դավիթ Հարությունյանն է գնդակի մոտ, տեսնենք այս Տուգանային ինչպես կխաղարկեն Սելտայի ֆուտբոլիստները, իսկապես եթե լիներ 1 մետր նույնիսկ դեպի ձախ խախտում, ապա եւս 11 մետրանոց հարված կնշանակվեր, բայց դիրքը շատ վտանգավոր է, պետք է այն փորձել իրացնել Կամրցավարի Սուլիչը Հարությունյան, փոխանցում փակվեց գնդակի ճանապարհը, հարվածն էլ չստացվեց Հարությունյանի։ Այդինյան թողնում է գնդակը Դավիթ Հարությունյանին։ Խորքից փոխանցում ենք տեսնում։ Հաջող փոխանցում էր, բայց Հարությունյանի այս կատարած փոխանցումը չստացվեց, հիմա նորից Սենեկ Կերիմյանն է խլում գնդակը Սուրեն Ղուկասյան, հարված ու Խաչիկյանը նորից հետ է մղում գնդակը։ Անկյունային են արագ խաղարկում Սելտայի ֆուտբոլիստները, ինչ է կատարվում խաղադաշտում, հիմա պարզապես մեկը մյուսից ահռելի ու վտանգավոր գրոհներ ենք տեսնում։ Հարությունյան խլեց Մանուչարյան այստեղ գնդակը Հարությունյանից, բայց չստացվեց արագ գրոհել, հիմա կա փոխանցում դեպի Մանուչարյանը, վտանգավոր է գրոհին է միացել Սարգսյանը, փոխանցում է կատարում Մանուչարյանը, բայց հասնում է Ենգիբարյանը խլել այն ունետել առաջ գնդակը, Դավիթ Հարությունյան փոխանցում դեպի Սենեկ Կերիմյանը, Ենգիբարյան չի թողում Թորոսյանը այստեղ Ենգիբարյանին հարված կատարել, ինչպիսի անզիջում պայքար ու բարձր տեմպ ենք հիմա մենք տեսնում, Մանուչարյանն է գնդակով, չկար այո կար խաղի կանոնների խախտում այստեղ Մանուչարյանին է պայքարում ու դեղին կարգ ստանա հիմա Դավիթ Հարությունյանը։ Խաչատրյան կա փոխանցումը չստացվեց Մանուչարյանի հարվածը։ Ղուկասյան լավ փոխանցում էր, վտանգավոր է, հարված ու հիմա էլ Թորոսյանն է հասնում փակել Կարեն Ենգիբարյանի հարվածի ճանապարհը։ Անկյունային Կիրաշտի Սելտան
Ղուկասյան փոխանցում Ենգիբարյան հարված ու շեղությամբ ստացվում Ենգիբարյանի հարվածը։ Խաչիկյանը ուժեղ փոխանցում է կատարում Մանուչարյանի ուղղությամբ։ Հաստրեց Մանուչարյանն էլ գնդակը Խաչատյանին պետք է գրավել դարպասը Մանուչարյան։ Մանուչարյանը արված ու Հայդինյանը փրկում է հիմա Սելտային։ Հիմա էլ Վարդանյանը շատ հաջող գործեց Թորոսյան։ Շատ լավ փոխանցում կատարեց այստեղ Թորոսյանը աչեզում գտնվող Սեմիզյանին։ Տեսնենք հիմա ինչ է պատահել դարպասը Հայդինյանին, իսկապես շատ լավ սեյվ կատարեց Հայդինյանը, բայց կարծես այդ ժամանակ վնասվածք էր ստացել։ Ամեն ինչ կարգին է Հայդինյանի հետ, այո, նա կարողանա շարունակել հանդիպումը, հիմա Սեմիզյանն է գնդակով, փոխանցում առաջ, բայց Ենգիբարյանը առաջինը արձագանքեց գնդակին, այն նորից Գլադբախի ֆուտբոլիստերի մոտ է հայտնվել, Մարգարյան, ու նորից Ենգիբարյանն է խլում կատարում, Ղուկասյան շարժում է առաջ, զարգացնում է արագություն Սուրեն Ղուկասյանը, դա փոխանցում դեպի Սենեկ Քերիմյանը, վտանգավոր է Բոքսյան, բայց ուժեղ ստացվեց Բոքսյանի այս փոխանցումը։ Ղուկասյան գտավ Դուրգանյանի, վերջինս էլ հարված կատարեց, բայց բարձր է ստացվում Դուրգանյանի կատարած հարվածը։ Հայդինյան ուժեղ փոխանցում առաջ, բայց եզրային նետում կիրացնում հիմա Սելտայի ֆուտբոլիստները։ Ենգիբարյան դեպի առաջ փոխանցում են տեսնում։ Ու ինչ է կատարվում, հիմա կար արդյոք խաղի կանոնների խախտում, թե ոչ։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու չկար ոչինչ, այո, նախորդ դրվագի հետ կապված, հիմա արդեն անկյունային կիրացնի Սելտան։ Բոքսյանն է գնդակի մոտ, կա փոխանցումը, Հարությունյան, թողեց գնդակը Ղուկասյանին, նորից ստացավ պատասխան փոխանցումը։ Լավ ազատվեց այստեղ մրցակիցների եսկողությունից, Հարությունյանը հարված ու Մարտիրոսյանն է կանգնում գնդակի ճանապարհին, Սեմիզյան ուղարկեց գնդակը Խաչատրյանին, նորից Սեմիզյանն է ստանում գնդակը։ Մարգարյան, Խաչատրյանին է ուղարկում։ Սեմիզյանն է աչեզում գնդակով, իրենից հետ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, այն կլինի Սելտայի ֆուտբոլիստների մոտ։ Հարությունյան, այո, արդեն պետք է շտապեն Սելտայի ֆուտբոլիստները, ևս մեկ գնդակ ու դիմակայությունը կա ստանա հավասարություն, Ղուկասյանն է առաջ շարժվում գնդակով։
Սուրեն Ղուկասյան վտանգավոր է, ազատվեց մեկ մրցակցից, երկրորդից նույնպես Ղուկասյանը արված, ինչ է կատարվում, Բոքսյան թողեց գնդակը, Դուրգանյանին արված եք տեսնում ու բարձր է ստացվում Դուրգանյանի կատարած արվածը։ Մանուչարյան, հասավ գնդակին Մանուչարյանը։ Ուղարկեց այն Մարգարյանին ու գրոյի տեղափոխություն դեպի աջ։ Սայնե Քերիմյանն է հիմա էլ աջող խլում կատարում կա Սուրեն Ղուկասյանի տարբերակը գտավ նրան, Ղուկասյան վտանգավոր է, պետք է հարված կատարել, Ղուկասյանը հարված, բայց նորի շեղությամբ է ստացվում Ղուկասյանի հարվածը։ Մարգարյանն է ստանում գնդակ ու շարժվում առաջ, փոխանցում, բայց Հարությունյանը կանգնեց գնդակի ճանապարհին, հիմա գնդակը Մանուչարյանի մոտ է, նորից Մարգարյան ուղարկեց գնդակը Խաչատրյանին, ստացավ գնդակը հարված կատարեց, բայց շեղությամբ է ստացվում Մարգարյանի կատարած հարվածը։ Դուրգանյանն է գնդակով, տեսնենք, ուղարկում է այն պաշտպանության աջ եզր Ենգիբանյան խորքից փոխանցում, բայց Մարգարյանը փակեց գնդակի ճանապարհը, այն նորից հայտնվել է Սենեկ Քերիմյանի մոտ, Սուրեն Ղուկասյան չստացվեց Ղուկասյանի անցումը, բայց խախտեց հիմա այդ խաղի կանոնները Մարտիրոսյանը։ Փոխանցում մրցակցի Տուգանային հրապարակ ու գնդակը Մարգարյանից հեռանում է դաշտի սահմաններից անկյունային կիրացնեն Սելտայի ֆուտբոլիստները։ Այո, իսկապես մեկ գնդակ ու կփրկեն այս դիմակայությունը Սելտայի ֆուտբոլիստները։ Հիմա Ղուկասյանը կիրացնի անկյունայինը, կա փոխանցում, ինչ է կատարվում։ Շեղ ստացվեց, այո, Ղուկասյանի կատարած փոխանցում ու հարված կլինի արդեն Խաչիկյանի դարպասից։ Այդինյան ուղարկում է գնդակը Ենգիբարյանին։ Հարությունյան լավ գրոյի տեղափոխություն է դեպի աջ, Ղուկասյանը կասեցնում է գնդակը։ Ղուկասյան կա փոխանցումը հարված ու Խաչիկյանը նորից վերցնում է այստեղ գնդակը, եթե չեմ սխալվում Դուրգանյանն է, այո, հարված կատարողը։ Սեմիզյան ու այդ փոխանցում դեպի դարպասապահ Խաչիկյանը, վերջինս էլ ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է մրցակցի Տուգանային հրապարակ։ Ղուկասյանն է գնդակով, հիմա էլ հայտնվել է ձախ եզրում Սուրեն Ղուկասյանը, բայց կարողացա նրանից խլել գնդակը, հետո նորից նա խլեց, բայց խաղի կանոնները խախտելու շնորհիվ
Ղուկասյան կար, այո, կար այստեղ խաղի կանոնների խախտում նրա դեմ պայքարում։ Արագորեն խաղարկում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները։ Սուրեն Ղուկասյան ուղարկում է կենտրոն գնդակը Հարությունյան, վերջին րոպեներն են իսկապես պետք է շտապի Սելտան, բայց հիմա հաջողվում է կատարում Սեմիզյանը, փոխանցում առաջի մայլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու կլինի եզրային նետում։ Վտանգավոր է Մանուչարյանը, արված հաշիվը հավասար է 2-2։ Մանուչարյան դուբլ այս խաղում 2-2 6-4 էլ ընդհանուր դիմակայությունում Արջևում է Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Հարությունյան հարված գնդակը ցանցում է 6-5 ընդհանուր դիմակայությունը ինչ է կատարվում հիմա խաղադաշտում 3-2 այս խաղում Այո նորից հանդիպան Հաշվը ի օգուտ Սելտայիեմ եւ նորից մեկ գնդակ է պակասում Սելտայի ֆուտբոլիստերին հավասարեցնելու դիմակայությունը Բոքսյանն է գնդակով թողեց այն Դավիթ Հարությունյանին Սենեկ Քերիմյան Մարկարյանն է պայքարում նրա դեմ բայց գնաց գնդակով Սենեկ Քերիմյանը առաջ փոխանցում ու Իմայել Հարությունյանն է կարողանում հեռացնել Գնդակը Դավիթ Հարությունյան, փոխանցում առաջ Թորոսյանը այստեղ առաջին է արձագանքում գնդակին Մանուչարյանն է պայքարում գնդակի համար ու այն պայեցին մոտ Կա փոխանցում Այդինը վերցնում է գնդակը Կարեն Ենգիբարյան Թողեց գնդակը Բոքսյանին Հետ փոխանցում Արամ Ենգիբարյանի ուղղությամբ վերջինս գնդակ ուղարկեց Հարությունյանին Դուրգանյանն է գնդակով հարված բայց Սարգսյանի վրա է ընդունում գնդակը Դուրգանյանն նորից մնաց գնդակով Սելտայի ֆուտբոլիստը դեպի աջ փոխանցում Ենգիբարյանը ներվից հարված բայց մի փոքր բարձր ստացվեց Ենգիբարյանի կատարած հարվածը Հարությունյան, շարժվում է առաջ Հարությունյանը Շատ լավ փոխանցում էր Սենեկ Քերիմյան ուղարկեց գնդակը Բոքսյանին ու Բոքսյանի հարվածը բարձր է ստացվում Ինչ լավ հնարավորություն են կորցնում իսկապես Սելտայի ֆուտբոլիստները Մանուչարյան լավ կասեցեց այստեղ գնդակը Սևակ Մանուչարյանը Գտավ Կաչատրյանի վերջինիս փոխանցումն էլ առաջինը արձագանքեց Ենգիբարյանը Սելտան նորից դետվում է առաջ պետք է շտապել Դավիթ Հարությունյան Հելվից հարված ու Խաչիկյանը ինչպիսի սեյվով է աչքի ընկնում Արագ խաղարկում են անկյունայինը Սելտայի ֆուտբոլիստները ու այստեղ գնդակը Գլադբախի ֆուտբոլիստին դիպավ Եսից կնետի Սելտան Վերջին րոպեն է հանդիպան Ենգիբարյան կա փոխանցումը վտանգավոր է հարված ու 4-2 ընդհանուր դիմակայությունում Սելտան հավասարեցնում է դիմակայության հաշիվը
Ելիզավետից Դուրգանյան 4-2 ընդհանուր դիմակայությունն էլ 6-6 նույն հաշիվը ինչը գրանցվեց թիմերի միջև առաջի խաղում, բայց այս անգամ հաղթում է Սելտան ու հանդիպումը գնում է հետ խաղային 11 մեծանոց հարվածաշար Կարժնաթար, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլասերներն մենք վերադառնում ենք միասին դիտելու 11 մեծանոց հարվածաշարը, հիմա առաջինը Սևակ Մանուչարյանն է Կիրասի Բորուսիա Մյունխեն-Գլադբախից։ Մանուչարյան հարված գնդակը դարպասում է, առաջին հարվածը դիպուկ է իրացնում Գլադբախը։ Հիմա տեսնենք Սելտայի ավակի հարվածը ինչպես կստացվի, Սենե Քերիմյանն է տեղադրում գնդակը։ Խաչիկյանը այս հաղում 1-11 մետրանոց ետ է մղել, հիմա տեսնենք Սենե Քերիմյան հարված քիչ էր մնում, բայց գնդակը հայտնվեց դարպասում, Սելտան նույնպես դիպուկ գտնվեց առաջին հարվածը։ Երկրորդ հարվածին մոտենում է Գլադբախի 6 համարը Դավիթ Մարկարյանը կա մրցավարի Սուլիչը Մարկարյան հարված գնդակը ցանցում է։ Արություն Բոքսյանը կիրասնի հիմա Սելտայի երկրորդ հարվածը։ Ոստիչի? 100 Ախպել լավա, շվսրա Կա մրցավարի Սուլիչը Բոքսյան, հարված ու դարպասաբա Խաչիկյանը ետ է մղում գնդակը։ Հիմա երրորդ հարվածը տեսնենք Գլադբախի ինչպես կիրասնի, Ալեն Սարգսյանն է գնդակի մոտ, Սարգսյան հարված, երրորդ հարվածը նույնպես դիպուկ են իրացնում Գլադբախի ֆուտբոլիստները։ Սուրեն Ղուկասյանն է մոտեցել գնդակին, երրորդ հարվածը իրացնելու համար, Ղուկասյան շատ դիպուկ իրացեց հարվածը Ղուկասյանը։ Երեքական հարվածներից հետո 3-2 է հաշիվը օգուտ Բորուսիա Մյունխեն-Գլադբախ, հիմա 4-րդ հարվածը կիրացնի Մրցավարները չեն խոսում։ Արման Մարտիրոսյանը։ Մարտիրոսյան հարված, գնդակը դարպասում է, 4-րդը նույնպես դիպուկ իրացեց Գլադբախը։ Հիմա Դուրգանյանը կիրացնի Սելտայի 4-րդ հարվածը, եթե Խաչիկյանը կարողանա որսալ գնդակը, բայց ոչ Դուրգանյանի հարվածը դիպուկ է։ 4 հարվածն էլ դիպուկ է իրացել Բորուսիա Մյունխեն-Գլադբախը եւ հիմա թիմի ավակ Խաչատրյանն է մոտեցել գնդակին, եթե գրավում է դարպասապա Մյունխեն-Գլադբախը կիսա եզրափակիչում է Խաչատրյան, այո, Մյունխեն-Գլադբախը հայտում է կիսա եզրափակիչում, որտեղ կմրցի Մանչեսթեր Սիթիի դեմ։ Իսկ խաղային շաբաթը մեզ մոտ ավարտված է, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, բարի գիշեր ու ամենայն բարիք։